Օվսաննա Խաչատրյանի եւ Անդրանիկ Հարությունյանի սիրո պատմությունը կապացուցի։ Սեր կա։ Որտեղ եք առաջին անգամ հանդիպել։ Մենք նույն տեղում էինք աշխատում ու բարբերաբար դե հանդիպում էինք, իհարկե ոլորտները մի փոքր տարբեր էր, չնայած նույն աշխատավայրում էինք։ Դրա համար անընդհատ իրար հետ չէինք լինում, նույն վայրում չէինք աշխատում նույն պահին, բայց հանդիպում էինք։ Ինքը օպերատոր էր, ես SMM մասնագետ, աշխատում էինք լիատվական կայքում։ Հետո մի քանի անգամ այնպես ստացվեց, որ միասին պետք է ինչ-որ փոքրիկ նկարահանումներ անեինք։ Ու ես անկեղծ ասած Անդրանիկին չէի հավանել, որովհետև իմ մոտ տպավորություն է եւ իրականում դա այդքան էլ տպավորություն չի, մի քիչ իրականություն է, օպերատորները մի փոքր մունատ են եւ մի փոքր ինքնասիրահարված ասեք այո կա ասեմ էլի բաց իսկ ես ավելի բարի հանդուրժող եւ իմ համար տարօրինակ է ինչի են մունատ գալի ինչի են սենց կոպիտ մանավանդ նույն տարիքի ենք եւ այդ ընթացքում այդքան էլ լավ չէր ստացվում մեր շփումը հետո չգիտեմ ինչպես սկսեցինք շփվել որպես ընկերներ կարելի ասել մոտ մի 9 ամիս երևի թե ընկերություն են կարել ուղղակի որպես լավ ընկերներ եւ իսկապես ոչ մեկից մտքին այլ բան չկար եւ հետո ընթացիկ հարաբերությունների հետ ամեն ինչը փոխվեց ու չեմ կարող ասել ինչպես ստացվեց նույնը ես չեմ կարող ասեմ որտեղ մինչև օրս հիմա որ փորձում վերհիշել տենց էլի չեմ հասկանում ոնց փոխվեցին հարաբերությունները որտեղ ի սկզբանե տենց շատ լավ ընկերներ էինք շփվում էլի ամենայն անկեղծությամբ դե մեզ Իսկ երբ ու որ կետում հասկացաք, որ սիրահարվել եք։ Էդ էլ է հետաքրքիր ու առողջված եմ, որովհետև երկուսս էլ այդ պահը չենք հասկացել։ Մենք երկուսս էլ որոշում ենք այսնում աշխատանքից դուրս գալու եւ մեկ շաբաթ ժամանակ ունենք այլ աշխատանք գտնելու, որպեսզի այս աշխատանքը թողնենք եւ գնանք այլ աշխատանքի։ Այդ ընթացքում երկուսս էլ ակտիվ որոնումների մեջ էինք աշխատանքային։ Անդրանիկը ինձ տանում էր տարբեր աշխատավայրեր, ինչ որ հարցազրույցների, ու այդ ընթացքում այդ մի շաբաթվա ընթացքում այդ ամենը կատարվել է եւ իսկապես չենք հասկացել թե ինչպես է կատարվել։ Հիմա ես որ փորձում վերհիշեմ ամեն դեպքում չեմ կարողանում էլի այդ հարաբերությունների փոխվելու էտապը հասկանալ։ Ուղղակի միանգամից sense Առաջին ժամադրություն եղել է եւ եթե եղել է կպատմեք մի փոքր։ Քանի որ մենք անդադ իրար հետ գնում ենք տարբեր տեղեր հաց ուտելու, իսկ այդպես էլ ինչ որ առաջին ժամադրություն հստակ չենք ունեցել, որովհետեւ մինչեւ էդ էլ անընդհատ գնում էինք քայլում էինք, գնում էինք ինչ որ համոբաներ էինք ուտում, չէ՞։ Բայց մենք մի անգամ ինչ որ իվենթի էինք գնացել ու դու տպավորված էիր, որտեվ ես շատ գեշ էի հակել, հիշում ես։ Ահա հիշում։ Մի անգամ դες դեպք եղել էր։ Այդ ինչ կապ ուներ։ Այդ որպես ընկերություն կապ չէ։ Ուրեմն առաքող ընկերությունը անում է ինչ որ իվենթ ու չգիտես ինչի մենք հելնում ենք գնում այդ իվենթին։ Ինչի ենք գնում ենք այդ իվենթին։ Որտեվ այնտեղ լուսանկարիչ խոսնակ կար, ով ինձ հետաքրքիր է իրականում դրա համար են գնացել։ Հա, դրա համար են գնացել ու որպես այդպեսին ընկերուհի, երևի թե առաջի ինչ որ տեղը որ գնացել ենք դա է եղել։ Հա, Անդրանիկը այդ օրը հագել էր բան, ինչ որ ծաղկավոր վենոշապիկ նայեցես սոստվածին։ Ում հետ եմ շփվում։ Իսկապես, ես սիրում եմ առանց պրինտի հասարակ հագուստներ, ու որ տեսում մի տեսակ հյոստը։ Բայց հետաքրքիր է որ մինչև էդ եմ հագել ու միշտ օքեյ։ Դե մինչև այդ աչքով չէ։ Ուրիշ աչքով է նայել, էլի։ Ավելի ակնհայտ էր կարծում եմ այդ օրը։ Ի վերջո ով խոստովանեց որ սիրում է։ Անդրանիկը։ Երևի թե ես գացի որ հարաբերությունները փոխվել են, արդեն դա ուղղակի ինքնական հարաբերություններ չի։ Եվ առաջինը գնաց հոպարիս ասաց խնդրում եմ։ Որտեվ իր հորեղբայրը, հա, իմ ընկերներ ու ես չէի կարող ուղղակի չասեի, որտեվ մեր աշխատավայրում բոլորը կարծում էին որ մենք ի սկզբանե հենց ընկերություն ենք անում, բայց մինչև ժամանակ մեզ պետք է կա բոլորին հասկացնենք որ չէ իրականում դա այդպես չի ու ընկերոջս էլ էի ասել եթե ինչ որ բան փոփոխվեր, առաջինը դուք իմանաս։ Փոխված գնաց ասեց էլի։ Կարծում եմ իրենք ավելի շուտ էին կռահել, ինչ է սպասվում ձեզ։ Մենք ուղղակի մտերիմ էինք։ Ես միշտ ունեցել եմ մոտ տղա ընկերներ ու իմ կարծիքով նորմալ է տարբեր սեռերի շփումը եւ մարդուն նայելուց առաջինը ոնց որ սեռը չպետք է դիտարկենք, այլ իր մարդ տեսակը եւ նորմալ է որ աղջիկը տղայի հետ ընկերություն անի եւ հակառակը։ Դրա համար իմ համար այնքան նորմալ էր տղա աղջիկ շփումը, որ ես չէի պատկերացնում որ կարող է այլ բանի վերածվել։ Որն է ձեզ միավորող ուժը։ Վայ, չգիտեմ, երկուսս էլ ինձ թվում է ստեղծագործ ենք, նպատակասլաց, աշխատասեր։ Լավ բաներ եմ ես ասում, գովում եմ։ Ու մի գաղափարի շուրջ մենք արագ ենք այսպես համախմբվում։ Հիմա մեր գաղափարը ստեղծագործ է, հավես վիդեոներ նկարել Անդրանիկը, ինչպես գիտեք, օպերատոր է, լուսանկարիչ է, հիմա դասընթացներ է անում։ Այդպես այդ ամբողջը, ինչ մենք անում ենք, մեզ համախմբվում է, որովհետև ցանկացած բան, որը անում ենք սիրով, կապ չունի ով անում, այսպես փորձում ենք իրար աջակցել։ Նաև սիրում ենք ճամփորդել շատ։ Հա, ձեր հրապարակած հոլովակներից որն է ամենալավը բնութագրում ձեր հարաբերությունների խոսեցիք ճամփորդությունից բոլորը, որովհետև չկա ինչ որ տեսանյութ մեր էջում, դա նույնիսկ կարա լինի գովազդային, որը չի բնութագրում մեզ, այսինքն որը կեղծ է, որը բեմականացված է, ցանկացած բան, ինչ կա, ինչ ասվում է, նույնիսկ եթե դա գովազդ է եւ ինչ որ սյուժեի շուրջ է, այդ սյուժեն հստակ մեր կյանքից է, ինքը ինչ որ հորինված այլ տեղից բերված դրված չի, էլի արհեստականորեն։ Ես որ sense վերհիշեցի, մենք տեսանյութ էինք նկարել
Բուդապեշտում մայրամուտի ֆոնին նստած էին գետի ափին ու հետևից ուղակի կադրեր, ասենց որ նայում էր շատ ներդաշնակություն կար, հանգստություն կար իջայի մեջ, երևի դա մտքից եկավ առաջինը։ Մի քիչ գանք այսպես առօրյա կյանք, հետաքրքիր է ինչպես եք հարթում կոնֆլիկտները։ Մենք կոնֆլիկտներ չունենք այդպես։ Մեր միակ կոնֆլիկտը կարող է լինել կենցաղային թեմայի շուրջ, ինչի իրդ տեղը չես դրել ու վсё։ Այդքանով ավարտվում է մեր ամբողջ կոնֆլիկտները։ Եվ երկրորդ տարբերակը, երբ որ Անդրանիկը իմ գործերը կարող է գցել երկրորդ պլան։ Քան իր գործերը, բայց ասեք որ նորմալ է, երբ գործ ունես։ Ահա իմ համար իմ բլոգը, իմ գործերը ամենակարևորն աշխարհը պատտվում է դրա շուրջ ու եթե Անդրանիկը մի բան պետք է անի իմ բլոգի համար, ենթադրենք տեսանյութ պետք է մոնտաժի եւ չի մոնտաժում։ Վայ, այդ դա կռիվ է։ Իսկ ինչ է ստացվում վերջում, հետաքրքիր է։ Ստացվում է, որ գիշեր չեն քնում եւ մոնտաժում են։ Առաջինն է լինում։ Ես ուղղակի շատ պատասխանատու եմ։ Միգուցե չափից շատ, այսինքն եթե ինձ տալիս են դեդլայն, որ չգիտեմ, Օվսիկ ջան կկարողանաս 2 օրում շատ պետք է այդ հոլովակը, վայ, ես Անդրանիկին սպանում եմ, ինձ սպանում եմ, չգիտեմ, ինչ որ կերպ ժամանակ եմ գտնում, սցենարը գրում եմ, ուղարկում եմ հաստատման, այդ նկարում ենք, հետո նկարելուց հետո էլ մեր հոլովակները երկար նկարվում եւ երկար մոնտաժվում։ Գուցե 1 օր ամբողջական, չգիտեմ, 5-6 ժամ նկարենք եւ մոտավոր 5-6 ժամ էլ հարկավոր լինի դա մոնտաժելու համար։ Դրա համար գիշերներ են պետք լինում չքնել եւ չենք քնում, որ ճիշտ ժամանակին հասնի։ Բայց քանի որ աշխատանքը սիրում ենք, Օվսիկ ջան, ճիշտ ասած, չգիտեմ, ինչ որ երկրից է ենթադրենք պատվերը։ Ճիշտ ասած, այսօր իրենց մոտ աշխատանքային օր չի չեն կարող պատասխանել։ Ու մինչև այդ որ ինձ ասում էին, «Էս ինչ օրը հստակ պետք է դա լինի»։ Ինչ է ձեզ համար ամուսնությունը։ Երկու մարդու որոշում, համատեղ կյանք կիսելու, համատեղ առօրյա օրեր։ Շատ հետաքրքիր պատասխան։ Ես մինչև մտածում էի դու արագ որոշեցիր, էլի։ Իրականում հա, իրար վստահել, հարգել մեկը մյուսին, կողակցի կարծիքը միշտ հաշվի առնել ու կյանքը միասին հեշտացնել երևի թե նպատակների շուրջ համախմբվել։ Իսկ հետաքրքիր է ինչ փոխվեց ձեր հարաբերություններում արդեն միասին ապրելուց հետո։ Իմ առօրյայում ավելացավ լվացք, ամաններ լվանալ, հագուստներ հարթուկել եւ այլն։ Անդրանիկի առօրյայում ոչինչ բան։ Չէ, իմ առօրյայում պակասեց, որ ամեն օր էլիան չի տանում տուն, հետո գնում մեր տուն, ուղղակի գնում ենք իրար հետ տուն։ Լավ բան ավելացավ, իմ մոտ վատ բաներ։ Կան սովորույթներ, որոնք ձևավորվեցին ամուսնությունից հետո արդեն։ Երևի միասին շատ ճամփորդելը։ Դա կնշեմ, որովհետև մինչև այդ ամբողջ օրը թե աշխատանքով պայմանավորված էլ իրար հետ էինք լինում, հա, այդպես շատ բան չի փոխվել։ Թե ֆինանսապես այնքան կայացել չէինք, թե ժամանակ այնքան չունենք մինչև այդ ճամփորդելու, հիմա շատ ենք ճամփորդում, երևի դա է փոխվել։ Հետո հավեսա, որ ունես մեկին, որ նախ միշտ դեմ չի ինչ որտեղ գալու ու չի էլ հարցնում ուր ենք գնում, մեկ էլ ինչ որ չգիտեմ, այդ օրը գիշերը 4-ին թռնում ենք, ժամը 12-ն է ինչ որ մեկը իրան է զանգում, ասում է, հա, հեսա թռնում ենք, բան ասում են ուր, ֆռում է ինձ ասում է, ովսուր ենք գնում։ Ես քանի որ ճամփորդությունները ամբողջովին վստահում եմ Օվսին ու իմ համար կարևորը նա է, որ ոնց որ իր համար ամեն ինչ լավ լինի, իր ուզած երկիրը գնանք, իր համար կոմֆորտ լինի, եթե ինքը լավ է, ես էլ եմ լավ լինում ավտոմատ կերպով։ Դրա համար շատ չեմ հետաքրքրվում, վստահում եմ այդ ամբողջը իրան, մենակ ինքը ասում է այսօր ազատ ես, ասում եմ ազատ եմ, կարան գնանք, թե ուր կապ չունի։ Այդ լավ է։ Շատ։ Կարելի ասել, որ ստեղծագործական կյանքն էլ եք կիսում միասին, այսպես թե այնպես։ Ինչպես եք մոտիվացնում իրար, երբ ունենում եք դրա կարիքը։ Լավ բաներ ենք ասում։ Լավ կլինի, մի մտածի։ Իսկ թվում է, էլի ճամփորդությունների թեմային պետք է անդրադառնա, բայց իմ կարծիքով, երբ որ մարդը շատ է ճամփորդում, կամ թեկուզ քիչ է ճամփորդում, կամ որ ճամփորդում է, թեկուզ երկրի ներսում է ինչ որտեղ գնում, թեկուզ դիլիջան։ Ինքը արդեն այդ մոտիվացիան վերցնում է բնությունից, տարբեր քաղաքներից, տարբեր մարդկանցից ու լիցքավորված հետ է վերադառնում ու անկախ ուղղությունից, էլի ու անկախ այդ ճամփորդությունը ինչքան լավ է անցել։ Օրինակ մեր վերջին ճամփորդությունը շատ ցուրտ էր, շատ անձրև էր, չնայած սիրուն էր, բայց այդ ամեն ինչը շատ էր խանգարում։ Հետո որ վերադարձանք Երևան sense արևոտ, բայց արդեն այն էներգիան մեզ միևնույնն է լիցքավորել էր ու դրանից հետո 4 օր չքնեցինք, աշխատեցինք։ Մասնագիտություն սիրել է։ Դրա համար մենք ճամփորդեցինք վերջերս 5 օրով ու ես հենց վերադարձա մի անգամից գնացել ենք նկարահանման օդանավակայանից ի դեպ ու մյուս օրերը նկարահանումներով ենք եղել ու այդ ամեն ինչը կարոտել ենք անկեղծ 5 օրվա ընթացքում, որտեվ ինքը արդեն իմ մասնագիտությունը ավելի շատ նաև հոբբի է, որը ժամանակի ընթացքում վերածվել է բիզնեսի, գումարի աղբյուր է հանդիսանում ու երբ որ իմ գրաֆիկի մեջ կարող է 2-3 օր չունենամ, հա, ինչ որ գործ, իմ համար ուղղակի դա ստրես է, էլի։ Ինձ թվում է, անկախ մեր աշխատանքային ոլորտից, դա ստեղծագործական է եւ այլն, թե 6-9 գրաֆիկով դու աշխատում ես որևէ գրասենյակում, միևնույնն է մարդը հոգնում է իր առօրյայից։ Անկախ նրանից, որ թեկուզ մենք ամեն օր կարող է շատ տարբեր տեղանքներում լինենք նկարահանումների, միևնույնն է դու հոգնում ես, քեզ համար միևնույնն
նույն առօրյան թվում է նմանատիպ, եւ երբ մի փոքր փախնում ես քո առօրյայից, անկախ ուր ես գնում, հետո հետ ես վերադառնում, միանշանակ լիցքավորված ես դնում, այսպես բոլորին եմ խորհուրդ տալիս, թեկուզ շաբաթ կիակի գնալ գյուղ։ Հետո այդպես է, չէ, ասում են, որ ճամփորդելը զույգերին օգնում է ավելի շատ, չգիտեմ, իրար ճանաչելու համար։ Հա, միանշանակ։ Բոլոր մարդկանց հենց թվում է օգնում, հենց մեկը երբ որ օրինակ գնում ես արշավների, հենց արշավականները հիմնականում տենց բոլորը, այսպես ասած, մի մտքի, բոլորը լավ, հավեսով մարդիկ են լինում, որովհետև հենց այդ ճամփորդությունը արդեն շատ բանի մասին է խոսում ու կարաս, երբ որ հասկանում ես մարդը սիրում է ճամփորդել, բան արդեն որոշ պատկերացում կարաս կազմես։ Իրականում օրինակ ընկերներիդ հետ կարող ես Երևանում շատ լավ շփում ունենալ, քեզ թվա մենք հոգու ընկերներ ենք եւ գնալ ճամփորդության եւ այդ ճամփորդությունը անցնի սարսափելի։ Դուք հասկանաք, որ իրար հետ ընդհանրապես կապ չունեք, ձեր ցանկությունները իրար չի համընկնում եւ այլն։ Դա չի չեղարկում այն, որ այդ մարդը լավ ընկեր է, բայց լավ ճամփորդական ընկեր չի գուցե։ Ճանապարհի ընկեր։ Շատ լավ, ես ու Անդրանիկը նաեւ լավ ճանապարհի ընկերներ ենք։ Շատ ընկերների հետ ուղղակի կենցաղ կիսել նաեւ դժվար է լինում, էլի։ Միասին բլոգ վարելու ընթացքում ինչ մարտահրավերների եք հաճախ բախվում։ Դե ընդհանրապես բլոգ վարելը ամենօրյա մարտահրավեր է։ Միասինի հետ կապված չգիտեմ ինչ խնդիրներ ենք ունեցել, այս բան ինչ եմ մտաբերում, բայց առհասարակ բլոգ վարելը, այդ անընդհատ ստրես, անընդհատ տագնապ, անընդհատ ինչ որ աշխատանքային միջավայր, չգիտեմ, մտածում ես ինչ նկարել, չնայած ինձ մոտ իդեաները միշտ շատ են, բայց սովորաբար բարդ է տրվում հաճախ ինչ որ սցենար մտածել, եթե դու այդ բանը օրինակ գերհոգնած ես, հետո ալգորիթմների հետ ես կռիվ տալիս։ Մի խոսքով բլոգը մարտահրավեր է։ Որն է այն հատկանիշը, որը շարունակ հիացնում է միմյանց մեջ ձեզ։ Աշխատասիրություն, նպատակասլացություն, միշտ ինչ որ, չգիտեմ, նոր բարձունքների հասնել։ Բայ Անդրանիկը շատ հոգատար է։ Եթե էլի կասեն ես աղջիկ ուրիշ հերոսիան չգիտի, եթե էլի անդրադառնանք օրինակ ճամփորդություններին, այդ ժամանակ այսպես ավելի ընդգծվում, որ ենթադրենք ինքը մի ճամպրուկ ունի, մի ուսապարկ ունի եւ ես նույնը, ինքը վերցնում է նաեւ իմ ճամպրուկ, իմ ուսապարկ, ես ասում եմ, չէ, ես ինձ վատ եմ զգում, բայց մեկը ինքը տանում է դա, որովհետեւ ինքը իրան վատ կզգա, եթե չօգնի ու ամեն քայլափոխ է էլի, այն որ կուրտկաստամ, ինչ անեմ, մրսում ես, կոֆե կուզես, այդ ճամփորդությունների ընթացքում ավելի ընդգծվում էլի իրա։ Բայց դա ոչ թե ավելի շատ պարտավորություն է, այլ որ գիտես կողակցիդ բելը կարած մի քիչ թեթևացնես ու դրանից թե ինքը լավ զգա թե դու, այդ երևի հիմքում դա է անգած, էլի։ Էլի սերը փաստորեն։ Հա, ամեն դեպքում սերը։ Որն է ձեր հարաբերությունների ոսկե կանոնը։ Լինելը անկեղծ իրար հետ, որովհետև հենց ամեն ինչի հիմքում ընկած է անկեղծությունը ու իրար հասկանալը, որովհետև շատ հարցերում միգուցե հարաբերություններում լինում են կետեր, երբ որ այլ կարծիքներ եք ունենում, բայց երբ որ նման դեպք է լինում, պետք է ուղղակի իրար լսեք, դիմացինի կարծիքը հաշվի առնեք, որ ամբողջովին խնդիրները շտկվեն ու չանդրադառնան հարաբերությունների վրա։ Իսկ թվում է ցանկացած հարաբերություններում, անկախ ֆորմատից, հա, ընկերականը, սիրայինը եւ այլն, ամենակարևորը միասին խոսելն է, որովհետեւ եթե հիմա բոլորս էլ ինչ որ հետ նայենք, թեկուզ մեր ընկերական, ընտանեկան հարաբերություններում շատ ժամանակ ինչ որ բաներ փլուզվել են, ինչ որ հարաբերություններ, միայն իրա պատճառով, որ երկուս էլ անկեղծ չենք եղել եւ ինչ որ պահի որոշել ենք, որ դե լավ, անցնենք առաջ, ճանապարհները թող բաժանվեն, բայց խոսելու հավես չկա։ Մինչդեռ եթե խոսեիր, պարզաբանեիր, լսեիր նաեւ երկրորդ կարծիքը, մյուս կողմը, գուցե ամեն ինչ ավելի լավ ընթանար։ Հետեւաբար ինձ թվում է ամենակարևորը խոսել մարդու հետ, երբ որ ինչ որ խնդիր է լինում։ Եթե ունենայիք ընդամենը 1 րոպե ժամանակ, հետաքրքիր է ինչ կպատմեիք ձեր ապագա երեխաներին ձեր սիրո պատմության մասին, կամ որ դրվագը կուզենայիք պատմել։ Ես էլի ճամփորդելն էի պատմելու, իրականում ինչի, որովհետև երբ որ մեկ-մեկ մարդու մտքում լինում է, չէ, լավ, որ էս իմ վերջի օրը լիներ, ինչը կհիշեի, բան, փորձում եմ քո մեջ անալիզ անել։ Ես այդ ամենաերջանիկ պահերը եղել են ճամփորդությունների ընթացքում, նոր բաներ բացահայտելուց ու երևի ամբողջ ինչ կպատմեի, նո կապված կլիներ հենց ճամփորդությունների հետ, նոր գեղեցիկ տեղերի հետ։ Մենք նոր ռոպագանդա ենք անում։ Ճամփորդել։ Ենթադրում եմ դրա հիմքում նաև ընկած է փոքր տարիքի երազանքները, որտեղ օրինակ մեր ընտանիքը երբեք չի ճամփորդել, երկրից դուրս չի եկել ու երբ փոքր էի միշտ մտածում էի ինչ որ բախտ կվիճակվի ինձ գոնե ամենամոտը Վրաստան գնալ, երբ որ մեծանամ ու այն ժամանակ ճամփորդելը դա շատ թանկ հաճույք էր թվում։ Այս պայն ամեն ինչ հեշտացել է ու ասենց մեր երազանքները կարելի ասել կատարվում են, նպատակներ ենք դնում ու իրականացնում ենք։ Վերջին տարիների ընթացքում ես ովսը միասին ենք սկսել ճամփորդել, արդեն եղել ենք 24 երկրում ու արդեն ինքը մեր համար հեշտ է թվում, բայց ի սկզբանե քանի որ եղել է մեծ երազանք, միգուցե մենք հիմա գնում ենք մեր երազանքների հետևից ուղղակի։ Այսօր մեկի երազանք ուղղակի երեխաներ ունենալն։ Հա, օրինակ։ Երբ եք վերջին անգամ ասել սիրում եմ, հաճախ եք ասում։ Հա, ես երբ եմ ասել։ Անդոն ամեն վարկյանը մեկ, ես ավելի քիչ եմ ասում։ Չէ, ես ասում եմ, ես Անդոն ավելի էմոցիոնալ է, ավելի մի քիչ սենտիմենտալ է, ես ավելի փակ եմ։
մի քիչ համեմատած։ Ըստիս պետք է ոնց որ այնից գում ես բարձրաձայնեց, որովհետև ասում են ճիշտ է ամեն ինչ չի, որ խոսքերով է պետք է վերաբերմունքով լինի, բայց կարծում եմ արտասարակ մարդը թե ոնց որ խոսքերը ուզում լսի, թե նաև վերաբերմունք տեսնի։ Այո, այդպես է։ Եվ վերջում ձեր ծիրո պատմությունից ելնելով կարող ենք ասել, որ այո, սեր կա։ Իհարկե։ Դեռ այո։ Ասում են, չէ, որ 3 տարի է սերը տևում, մեր մոտ ասեմ, որ 3 տարին արդեն իսկ անցել է շուտվանից, սերը չի պակաս է ու ըստիս օրորի ավելանում։ Բայց դա միանշանակ ամենօրյա աշխատանքի արդյունք է, որովհետև եթե թողնես բախտիկ մահաճույքին, անընդհատ իրար նեղացնեք, անընդհատ իրար քարկոծեք եւ այլն, միանշանակ չի տևի, էլի 3 տարի։ Աշխատանք տանել ցանկացած հարաբերություններում, էլի կապ չունի ընկերական, ընտանեկան եւ այլն, որ հարաբերությունները ծաղկեն եւ ոչ թե հակառակը։ Շնորհակալ եմ շատ ձեզ համար։ Ձեզ ենք շատ շնորհակալ։